Բարև ձեզ հարգելի տնօրեններ, ես Տաթևիկ Հարությունյանն եմ, Կզնակ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետը։ Ինչպես գիտենք, հանրակրթական ուսումնական հաստատություններում արդեն 1 ամիս է ընթանում է ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի վերապատրաստումները։ Այսօր հրավիրել ենք Արարատի մարզի ուսումնական հաստատությունների տնօրենների, որոնց հետ կխոսենք ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի վերապատրաստումների վերաբերյալ։ Հարգելի տնօրեններ, կխնդրեմ ներկայանաք եւ մի քանի հարցի պատասխանեք։ Խնդրեմ Տիկին Նիկողոսյան, դուք նույնպես ներկայացեք եւ սկսենք։ Ես նույնպես ողջունում եմ հարգելի տնօրեններ, ես Արեգ Նիկողոսյանն եմ, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետը։ Ինչպես նշեց Տիկին Հարությունյանը, այսօր խոսելու ենք ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի թեմայով ուղղված վերապատրաստմանը, որին այժմ դուք մասնակից եք, արդեն վերջն է հասել ձեր վերապատրաստման, կարելի է ասել, այս ընթացքում Կզնակ հիմնադրամի փորձագետները օգնել են ձեզ, որպեսզի դուք ձեզ տրված նմուշօրինակի հիման վրա արդեն մշակեք ձեր դպրոցի ու ԴՏՊ-ները։ Հիմա կխնդրենք մի փոքր ասեք ինչպես անցավ վերապատրաստումը, ինչ, չգիտեմ, խնդիրների բախվեցիք եւ ընթացքի մասին մի փոքր խոսենք։ Խնդրեմ Տիկին Մնացականյան, լսենք ձեզ, սիրով։ Բարև ձեզ, ես Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենն եմ Արարատի մարզի, Լուսինե Մնացականյան անունազգանունս, ցանկանում եմ ողջունել բոլորին այս հանդիպման համար, շատ ՈՒԴԱՊ-ի հետ կապված վերապատրաստումները ինձ համար շատ բովանդակալից ու շատ հետաքրքիր են անցել, ճիշտն ասած կարևորում եմ նրանով, որ սկզբից մենք արդեն իսկ մի քանի օր հետո պատրաստ կունենանք ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը մեր ձեռքի տակ եւ օգոստոս ամսին այդքան բավականին շատ մեծ աշխատանքի մեջ արդեն համակարգված մեր աշխատանքները կկատարենք, կարծում եմ շատ ողջունելի էր այդ նախագիծը, ճիշտն ասած, ու շատ ուրախ եմ, շատ հետաքրքիր հանդիպումների ընթացքում հետաքրքիր փորձի փոխանակում ունեցանք ու բավականին օրինակ ես ոչ մի տարի երևի այդպիսի մանրամասնությամբ իմ ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանը չէի կազմել, այս տարի մանրամասն բովանդակալից կազմել եմ եւ կաշխատեմ արդեն օգոստոսից այդպես մանրամասն բովանդակալից բուրըն ձևով անցնել աշխատանքի։ Շնորհակալ եմ բավականին շատ ձեզանից։ Լսենք ձեզ Տիկին Համբարձումյան։ Բարև ձեզ, Արարատի մարզի Մարմարաշինի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյան։ Ուրեմն ինչ գործընկերս նշեց, որ մենք միասին ենք նաև աշխատում, բավականին ժամանակին տեղիներ եւ մեծ օգնություններ տնօրեններիս նոր ուսումնական տարին սկսելուց առաջ արդեն մենք ունենանք մեր ՈՒԴԱՊ-ների ծրագիրը եւ խնդիրները միայն ինչ խոսք մեր համակարգողը գերազանց անցկացնում է բոլոր մանրամասները այն որ մեզ հետաքրքրում է շատ տեղեկացված է եւ ամեն ինչը շատ գեղեցիկ իրականացնում են ամբողջ մեր Մասիսի տարածաշրջանի տնօրենները աշխատում են եւ թիմային աշխատանք է շատ կարեւորը նաեւ սովորում ենք թիմային աշխատանքի միջոցով խնդիրները հիմնականում ամենայն դեպս ինձ մոտ դա 216 որոշման եւ 79 որոշման այդ անվանումների հետ էր կապված դակ էր նոր եւ հին տնօրենների այդ տնօրենների հետ կապված այդ պաշտոնների նկարագիրն էր համենայն դեպս իմ մոտ խնդիրը դա էր չնայած մենք հաղթահարեցինք քանի որ խնդիրների մասին էր խոսքը ուզեցա որ անպայման տեղյակ լինեք որ ունեցել եմ նման խնդիրներ շատ շնորհակալ ենք որովհետև իրականում դա մեծ օգնություն էր մեզ նոր ՀՊՉ-ով դասարանների ձևավորման հետ կապված հատկապես 10-րդ դասարանում որ արդեն պիտի սեպտեմբերից մենք պատրաստ անցնենք ուսումնական գործընթացին շնորհակալ ենք Շնորհակալություն շատ սիրով լսենք Տիկին Մելքոնյան նայած ձեզ Ձեր բարձրախոսը միացրեք Տիկին Մելքոնյան, ներկայացեք նորից։ Ես Արարատի մարզի Պարուսևակի հիմնական դպրոցի տնօրենն եմ, Նելի Մելքոնյանն եմ, Տիգրան Նաշենի։
Այս վերապատրաստումները ինձ համար շատ մեծ օգնություն էր, քանի որ ես աշխատում եմ 3 տարի տնօրեն, բայց մինչև այս օրը ես նորմալ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան չեմ ունեցել ու հիմա արդեն այս օրինակով ես կկարողանամ իմը կազմում եմ ու շատ հետաքրքիր է նաև ինձանից ոնց որ տարեցների մեծ աշխատողներից ես շատ բաներ սովորեցի ու կկարողանամ։ Շնորհակալ եմ բոլորից։ Շնորհակալ ենք եւս ձեզ։ Սիրով լսենք Տիկին Ամիրջանյան ձեզ, խնդրեմ ներկայացեք եւ խոսեք։ Ողջունում եմ բոլորիդ, Արարատի մարզի գեղարվեստի միջնակարգ դպրոցի տնօրենն եմ, ժամանակավոր պաշտոնակատար։ Ինչ ասեմ, պիտի կրկնվեմ իմ գործընկերների ասածը, պիտի ասեմ կրկին անգամ, առանց շնորհակալության չեմ ուզում, որ խոսքս ասեմ, ամեն ինչ հրաշալի էր, նույնիսկ ինչքան էլ մեզ թվում է, որ ժամանակը ճիշտ չէր ընտրված, բայց գնալով մենք համոզվում ենք, որ ժամանակը շատ ճիշտ էր ընտրված, ինչքան էլ որ քննական շրջաներ բոլորս խառնված էինք իրար եւ այլն, բայց հետագան ավելի դժվար էր լինելու, կունենանք մեր ձեռքի տակ արդեն իսկ պատրաստ փաստաթուղթ, ի շնորհիվ մեզ վերապատրաստողի, անուն ազգանունը դուք ասացիք, որ չնշենք, բոլոր դեպքերում ձեզ էլ է հայտնի, մեզ էլ է հայտնի, մեր հարգանքները նաև իրեն, ներողություն ենք խնդրում, որ առանց իրեն ենք խոսում իր մասին, ամեն ինչ հրաշալի է, մանրակրկիտ, նույնիսկ ամսաթվերի հետ կապված քննարկում ենք ունենում, ինչը երբ պիտի արվի, որ ճիշտ լինի։ Էլ չեմ խոսում արդեն հանրակրթական կարգերի, կառավարման կարգերի եւ այլնի հետ կապված։ Այսքանը շնորհակալ եմ բոլորիդ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն Տիկին Ամիրջանյան։ Այ հարցս ուղղում եմ Տիկին Համբարձումյան ձեզ, որքանով եք կարևորում տարեկան պլանը դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս։ Առանց տարեկան պլան ինչպես կարող ենք աշխատել։ Հնարավոր չէ։ Մենք յուրաքանչյուր տարի ունեցել ենք, քննարկել ենք, մի քիչ այս տարի ձևը փոխվել է, բայց ընդհանուր իմ աշխատանքային տարիների ընթացքում մենք փոխտնօրենների հետ, մեթոդ միավորման նախագահների հետ քննարկել ենք, մեր պատկերացմամբ կազմել ենք տարեկան պլանը, որից հետո ՆԴՎ-ն ենք անել, վերջում այս վերջի տարիները անվանվեց ՆԴՎ, միջև այդ ունեցել ենք մեր ուսումնական գործընթացը նույնիսկ շաբաթներով, ամիսներով եւ յուրաքանչյուր ամսվա վերջում մենք խորհրդակցական մարմին ենք ստեղծում, քննարկում ենք մեր կատարված աշխատանքը եւ թերությունները։ Առանց աշխատանքային պլանի ոչ մի բան չենք կարող իրականացնել։ Կլինի ամեն տեղից հենց մի քիչ աշխատանք, իսկ այսպես համակարգված աշխատանք են կատարում, իհարկե լրացուցիչ կզնակի նմուշ օրինակը բավականին մեծ օգնություն էր։ Ինչպես գործընկերը մեր նշեց, օրերի հետ կապված, շաբաթների հետ կապված, հստակ, արդեն այս անգամ մենք հստակ կունենանք մեր ձեռքի տակ եւ անգամ այդ ժամկետների խախտում չենք կանի, որտեղ արդեն հստակեցված է ամեն ինչը, շատ լավ է։ Ինձ թվում է բոլորն էլ նույն կարծիքին են, որովհետեւ դա մեծ օգնություն էր։ Դուք չեք պատկերացնի օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ որ մենք մտնում ենք արդեն ուսումնական գործընթաց, մի մեծ ծանրություն մեզանից արդեն վերցված է։ Հանգիստ թեթև սրտով մտնում ենք աշխատանքի։ Մեծ աշխատանք արդեն իրականացրած։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Համբարձումյան։ Լսենք նաև ձեզ Տիկին Հարությունյան, այ որքանով եք կարևորում տարեկան պլանը դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս, համեցեք։ Դե տարեկան կառավարման պլանը ՈՒԴԱՊ-ը դպրոցի ամենակարևոր փաստաթղթերից մեկն է, եթե չասենք կարևորագույնը։ Մեզ համար նորություն չէ, կարելի է ասել, ամեն տարի էլ ունեցել ենք, մշակել ենք, քննարկել ենք, հաստատվել է, բայց այս տարի այսպիսի մանրամասնությամբ ամեն ինչին ուշադրություն դարձնելով, ամեն ինչը հաշվի առնելով, առաջին անգամն էր, որ մենք անցանք վերապատրաստումը, դրա հետ կապված, ինչը շատ օգտակար էր, շատ տեղին էր, շատ կարևոր էր։
Եվ ժամանակն էլ ճիշտ էր ընտրված, ճիշտ է, դպրոցներում ծանրաբեռնված օրեր են այս օրերը, բայց հիմա արդեն օգոստոսը կարծում եմ շատ ավելի թեթև կլինենք, որովհետև արդեն պատրաստ վիճակով կսկսենք նորուս տարին։ Կային ահագին, ինչու՞ չէ, ասեմ նաև նորություններ, բաներ, որոնց մենք մինչև հիմա այդ կերպ այդքան մանրամասնորեն ուշադրություն չէինք դարձնում, գուցե չէինք կարևորում, խոսքս վերաբերվում է թեկուզ եւ ժամկետների նշումը մի քիչ ավելի տարածական էր, կոնկրետ չէր, բայց հիմա արդեն հասկացանք եւ կփորձենք կիրառել ճիշտ ձևով, նշել ճիշտ ձևով, անել ճիշտ ձևով։ Շնորհակալություն, կարևոր վերապատրաստում էր, իրոք շնորհակալություն։ Շնորհակալ ենք Տիկին Հարությունյան, Տիկին Մնացականյան, ինչպես կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Այ օրինակ դուք վերցրեք ձեր դպրոցի հիմքով եւ փորձեք պատասխանել։ Ես ասեմ, սա այս զարգացման ծրագիրը պետք է ըստ այս զարգացման ծրագրի ես իմ մեթոդ միավորման նախագահներին, տեղակալներին պետք է տամ, որպեսզի իրենց զարգացման իրենց ծրագրերը, տարեկան պլանները կատարեն այդ իմ աշխատանքը ընդհանուր դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանին համապատասխան։ Եվ այդպիսով աշխատեն, եւ եթե թիմային է աշխատանքը լինում, մեր զարգացման ծրագրի հատկապես ինձ համար որ կարևորում եմ այսօր երեխաների մոտիվացիան դեպի ուսումը, դա ավելի կբարձրանա։ Ես կարծում եմ այս ժամանակ արդեն թիմային միասնական աշխատանք կլինի ավելի շատ եւ շատ եմ կարևորում իրոք այսպիսի մանրամասնությամբ, որտեղ մանրամասն նշված են, որ գործառույթները, որ մարմինները պետք է անեն եւ անպայման նրանք կունենան իրենց ծրագրերում։ Ու այսպիսով կաշխատենք, կկիրառենք ու ես վստահ եմ, որ կհասնենք բավականին բարձր արդյունքի։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն Տիկին Մնացականյան, Տիկին Մելքոնյան, լսենք ձեզ, ձեզ կօգնի, որպես դուք նորանշանակ տնօրեն երկար տարիների փորձ չունեք կառավարման ոլորտում, հիմա հարցս ուղղեմ ձեզ, կօգնի այս ձևաչափով մշակած տարեկան պլանը հասնելու ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Ձեր բարձրախոսը միացրեք Տիկին Մելքոնյան։ Ինձ շատ կօգնի, որպեսզի հասնեմ արդյունքի այս ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանը։ Ճիշտն ասած, մինչև այս պահը իմ մոտ հստակեցված չեն եղել, ահագին թերություններով եմ աշխատել ու հիմա ես ինքս եմ տեսնում իմ այդ թերությունները։ Երևի կաշխատեմ, դպրոցում չունենք ուսմասվար, ես ինքս մենակ եմ, ունենք ընդամենը մեկ մեթոդ միավորման նախագահ եւ շատ աշխատանքի շնորհիվ կհասնենք արդյունքի։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Ամիրջանյան, լսենք ձեզ, ինչ օգնության կարիք ունեք այս ձևաչափով մշակված տարեկան պլանում ներառված աշխատանքները կատարելու համար։ Միգուցե աջակցության կարիք ունենաք մեթոդական։ Որտեղ աշխատանք կա, ես Տիկին Մելքոնյանին, որ հուսադրող բան ասեմ, այնտեղ թերացում հաստատ պիտի լինի ու դա շատ կարևոր հանգամանք է, երբ որ մենք ինքներս ենք տեսնում մեր թերացումը եւ շտկումներ անում։ Իսկ ձեր նման մարդիկ, որ մեր կողքին են ու այդ մեթոդական օգնությունը, որ այսօր մեզ տրվում է, մենք դրա համար խորը հարգանքով ենք մոտենում ձեր կազմակերպած այս վերապատրաստումներին, որ մտածել է կարելի է այս մեթոդական, չգիտեմ, օգնությունը ցուցաբերել ու մեզ առաջնորդել, որպեսզի այս դժվարին ճանապարհով մենակ չանցնենք, դուք մենակ չեք, Տիկին Մելքոնյան, բոլորս էլ խնդիրներ ունենում ենք, բոլորս էլ անցնում ենք դրա միջով։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, Տիկին Հարությունյան, լսենք նաև ձեզ, ունենք որևէ օգնության կարիք ուտապում ներառված աշխատանքներ կատարելու համար կամ միգուցե ձեր կողմից կան դիտարկումներ, որոնք որ վեր եք հանել, որ ցանկանում եք բարձրաձայնել, խնդրենք։
Ուրեմն վերապատրաստումը այնքան մանրամասնորեն էր եւ այնքան մանրամասնորեն խոսվեց ամեն ինչի մասին, որ այս պահին թվում է թե ամեն ինչ նորմալ է, հասկանալի է եւ պիտի որ խնդիրներ չառաջանան, բայց վստահ եմ, եթե խնդիրները լինեն ձեր օգնությամբ, վերապատրաստողի օգնությամբ, մեկս մյուսին օգնելով կլուծենք այդ խնդիրները։ Բնական է խնդիրներ կլինեն, իրոք աշխատանք եթե կա, խնդիրը կլինի եւ բայց ավելացնեմ, որ անելով ենք սովորում, աշխատելով ենք սովորում եւ կիրառելով ենք կարողանում հասկանալ խնդիրը որտեղ է, թերությունը որտեղ է։ Կրկին անգամ շնորհակալություն բոլորիդ։ Շնորհակալություն Տիկին Հարությունյան, հարգելի տնօրեններ, կցանկանամ խոսեք առաջարկությունների մասին։ Ինչ առաջարկություններ ունեք այս վերապատրաստումների հետ կապված։ Համեցեք, եթե կան առաջարկություններ։ Կարող եմ ես ասել։ Իհարկե, Տիկին Համբարձումյան։ Շատ անհրաժեշտ է դպրոցներին, ես մեր դպրոցի օրինակով եմ ասում, վերապատրաստումներ իրականացնեն գնահատման հետ կապված, որովհետև արդեն որ երրորդ տարին է ես զգում եմ, որ մեր դպրոցում գնահատման հետ կապված խնդիրներ ունենք, ճիշտ է, բոլորին տվել եւ բանավոր խոսքը եւ ձևավորող գնահատման այդ ամբողջ համակարգը տվել ենք, բայց միևնույն է, ուսուցիչները դեռ կարողում են գնահատման համակարգի օգտվելու եւ ասեմ, սա թվում է իմ կարծիքով իմ դիտարկումները ցույց են տվել, որ դա հիմնականում բոլոր դպրոցների մոտ կան գնահատման վերապատրաստումներ ոչ միայն մեթոդ միավորման նախագահների մոտ կարելի է իրականացնել, այլև ըստ բնագավառների, ելնելով առարկաների առանձնահատկություններից։ Դա իմ առաջարկն է։ Իհարկե, փոխտնօրեն, ուսումնական գծով տնօրեն պետք է այդ վերապատրաստումներին նաև ներկա լինեն, որպեսզի դասալսման ընթացքում կարողանան գնահատեն նաև գնահատումը հետադարձ կապը, դա մեր դպրոցում խնդիր է։ Մենք բոլոր մեթոդ միավորման նիստում, մանկավարժական խորհրդի արձանագրություններում նիստերում ասում ենք, որ դպրոցը կաղում է այդ առումով։ Շնորհակալություն Տիկին Համբարձումյան, այլ կարծիքներ կան, այլ առաջարկություններ կան, հարգելի տնօրեններ, եթե կան, համեցեք։ Չունենք։ Շատ լավ, հարգելի տնօրեններ, Կզնակ հիմնադրամի կողմից շնորհակալություն ենք հայտնում ձեզ այս հեռավար հարցազրույցի համար, ձեր հետաքրքիր կարծիքները կիսվելու, խոսելու համար, շատ շնորհակալ ենք։ Խնդրեմ Տիկին Նիկողոսյան։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում, հարգելի տնօրեններ, եւ մաղթում ենք լավ օրվա, լավ ավարտ։ Շնորհակալություն, ստեղծություն ձեզ։ Շնորհակալություն, ստեսություն։ Շնորհակալություն, Շնորհակալ եմ շատ, հաջողություն։ ստեղծություն ձեզ։ Ստեղծություն։